Ապրիլի 8-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաների վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականներին։ Հանդիպումն սկսվեց համատեղ աղոթքով, ապավեհափառ հայրապետն իր օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին, բարձր գնահատեց եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում։ Նորին սրբությունն ընդգծեց, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացնելու համար կարևոր է շարունակական կրթությունը։ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց դասընթացի մասնակից քահանաներին, որոնք դասընթացներից բացի պատարագների, ժամերգությունների են մասնակցում, վանքում ապրում են միաբանական կյանքով։ Խորի շնորհակալություն գայտնեվեապար դիրոջ այս կազմակերպության համար, որ մենք կարողացանք միանալ ուրիշ թեմերու, Հայաստանի ուրիշ թեմերու, արտասահմանյան թեմերու հոգևորականներու հետ եւ փոխարակել գաղափարներ, որովհետեւ կային տեղեր, որ շատ կնմանի մեկը մյուսից, տեղեր կա, որ բոլորովի դարբեր սիստեմներու մեջ է։ Էջմիածնի գաբարներուն տակ մեր աղոթք կերիք, վերանորոգվեցանք եւ այդ ուրախությունը ունի այսօր, որ մեր վեհապարայրավետը մեզի ընդունեց, իր հորդորները տվավ եւ մեզի տվավ բարդագարություններ, որոնք որ պետք է կատարենք առաջիկային։ Նորոգվում ենք, նոր ուժ ենք ստանում եւ մեր գլխավոր սրբությանը մայր աթոռին առնչվելով մենք էլ որոշակի շնորհ ենք ստանում։ Սուրբ Հոգու շնորհներով նորոգված սա հոգևոր եւ այսպես ասեմ հոգևոր զգացողությունների տեսանկյունից ասացի, բայց կա նաև գործնական կողմը, այսինքն այստեղ գալով մի քիչ մեր առօրյայից կտրվելով փորձի փոխանակում ենք ունենում եւ եւս մեկ անգամ զգում ենք մեզ ուսանողական նստարանին, ուսանողական սեղանի առաջ, դասախոսի առաջ եւ եւս մեկ առիթ ենք ունենում սովորելու։ Շատ կուզեի եւս մեկ անգամ այս տեսակ դասընթացի մասնակից լինել ու նաեւ իհարկե հոգեորականներս իրար հետ տերմիկ շփում ունենալով այս դասընթացի շրջանակներում ավելի ենք կապվում իրար, ավելի ենք կապվում Մայր աթոռին, ավելի սկսում ենք գնահատել մեր ծառայությունը։ Հայոց հայրապետը աշխարհասփյուռ թեմերից հոգևորականների մեկտեղումը պատեհ առիթ նկատեց նաև հոգով զորանալու Մայր աթոռի աղոթական մթնոլորտում, ինչպես եւ արծարծելու հովվական ծառայությանն առնչվող տարբեր խնդիրներ ու մարտահրավերներ։ Վերջում նորին սրբությունը հորդորեց քահանա հայրերին իրենց կարողություններն ու գիտելիքն իսպաս դնել եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության եւ հայրենիքի շենացման համար։ Էրմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։